Մեր հասարակությանը շատ ուղիղ ասում եմ։ Անտագոնիզմը, կոնֆլիկտը, պատերազմը Նիկոլ Փաշինյանի հոմանիշներն են, եւ Աստված մի արարսցե նրա իշխանության վերարտադրության դեպքում մեզ առնվազն տնտեսական պատերազմ է սպասվում Ռուսաստանի հետ։ Այն ինչ որ Վայբերիսի, Օզոնի, Ջերմուկի եւ մնացած բաների հետ կատարվում է, սա ակնհայտ նշաններն են։ Խնդիրը Փաշինյանի անձը չի, խնդիրը նրա վարած քաղաքականությունն է։ Ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն գերտերություն չի հանդուրժելու, որ իր հարևանությամբ գտնվող մի փոքր եւ սուբյեկտությունից զուրկ երկիր վարի մի քաղաքականություն, որը վտանգվում են այդ աշխարհաքաղաքական կենտրոնի կենսական շահերը։ Ամերիկան չհանդուրժեց Վենեսուելայի իշխանության քաղաքականությունը, հետևանքը տեսակ։ Ամերիկան չի հանդուրժում Կուբայի իշխանության քաղաքականությունը եւ հետևանքները տեսնում ենք կամ ինչ-որ գործընթաց կա, որ ընթացքի մեջ է։ Պանամային անդադ Միացյալ Նահանգները ստիպում են, որ հակաչինական կեցվածք որդեգրի։ Այս մեր կեղծ պսևդո արևմտամետներին ինչի է թվում, որ այդ գործիքակազմը իր հարևան երկրների վրա Միացյալ Նահանգները կարող է օգտագործել, բայց Ռուսաստանը պետքա Մայր Թերեզայի կարգավիճակում լինի եւ ոչ մի գործիքակազմ իր հարևանությամբ իր կենսական շահերի տարածքում չօգտագործի։